Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ կապված սահմանադրական դատարանի որոշմանը։ Որպես սահմանադրական դատարան դիմաց պատգամավորների ներկայացուցիչ, ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ գնահատականը, թե դրական կողմերի, թե այն թերությունների, որոնք շատ լուրջ են, որոնք չպետք է անտեսվեն։ Անհրաժեշտ եմ համարում շեշտադրել մի կարևոր հանգամանք։ Սահմանադրական դատարանը ցավոք սրտի մերժեց իմ միջնորդությունը գործի լսումները անցկացնելու բանավոր ընթացակարգով, ինչը խախտում է իրականում սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները, եւ այդ հնարավորությունը իհարկե շատ կարևոր էր, որովհետեւ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու իրականում, թե որոնք են մեր փաստարկները, ինչ ենք մենք պնդում եւ որ սահմանադրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունը անտեսվեց, այնպես որ ես կփորձեմ այսօր օգտագործել այս հանդիպման հնարավորությունը գոնե համառոտ, բայց ներկայացնելու մեր հիմնական դրույթները, այն դրույթները, որոնք ընկած էին մեր դիմումի հիմքում։ Բայց մինչև շարունակելը կուզենայի մի բան, շատ կարևոր բան հստակ ընդգծել։ Ես ինքս անվերապահ պաշտպանում եմ հանցագործության եւ հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը։ Այսինքն այն, ինչ ես հիմա ներկայացնում եմ, ամենևին աղերս չունի ուրեմն որևէ մի մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը, ոչ։ Բայց ես ինչքան դեմ եմ, եւ ավելի ճիշտ ինչքան կողմ եմ, որպեսզի կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, ես նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի բացարձակապես այլ պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։ Ես նաեւ համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինչքան էլ կարևոր չլինի, այն միևնույն է, չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները։ Նախքան առաջանցնելը կուզենայի երկու խոսքով հիշեցնել օրենքի էությունը, որտեղ օրենքը ունի երկու հռչակված նպատակ։ Առաջինը դա կոռուպցիայի դեմ պայքարն է եւ այն վերաբերում է նախկին եւ ներկա պաշտոնյաներին։ Երկրորդ հռչակված նպատակը, սրանք խնդրում եմ ուշադրություն դարձնել, որովհետեւ սրանք շատ տարբերվող նպատակներ են։ Երկրորդ նպատակը դա ընդհանուր հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված որոշակի ցանկից հանցագործություններ են կատարել, եւ այս դեպքում բացարձակապես էական չէ, այդ մարդիկ պաշտոնյա եղել են, չեն եղել, զբաղեցնում են ներկայումս պաշտոն կամ չեն զբաղեցնում։ Ընդ որում երկրորդ պարագայում հանցավորության դեմ պայքարի պարագայում օրենքը որևէ պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի։ Այսինքն կարող է անգամ ընդհանրապես քրեական գործ հարուցված լինել եւ այլն, եւ ավելին օրենքը նշում է, որ եթե անգամ անձը հանգարց ու արդարացվեց եւ համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը միևնույնն է պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նաեւ այդպիսի դրույթ։ Ուսումնասիրության շրջանակն է բավականին լայն, այն ընդգրկում է 1991 թվականի սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքը, եւ օրենքը պարունակում էր դրույթ, որ դա որևէ կապ չունի արդյոք դա ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, հետո հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ։ Եվ եթե անձը չկարողանար ներկայացնել բավարար ապացույցներ, որ այդ գույքը նա ձեռք է բերել օրինական եկամուտներով, ապա այդ գույքը պետք է բռնագանձվեր։ Այժմ ուզում եմ անդրադառնալ սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերին։ Առաջինը, դատարանը հաստատեց մի պարզ եւ շատ տրամաբանական ճշմարտություն, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ։ Ես կապ բառը ասելուց ավելի երևի ճշգրիտ ձևակերպում կուզենայի օգտագործել, որպեսզի չդառնա այն քննարկման առարկա ավելորդ։ Դատարանը նշել է, որ այն պետք է որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ կապ ունի այդ հանցագործության հետ։ Պետք չի միանշանակ դա ցույց տալ, բայց այնուամենայնիվ այն տրամաբանական կապ պետք է ունենա այդ հանցագործության հետ։ Բառացի, եթե մեջ բերեմ սահմանադրական դատարանի ասածը, դա հետևյալն է։ Բռնագանձման ենթակա է այն գույքը, որը
կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Սա բառացի ձևակերպումն է սահմանադրական դատարանի։ Ասեմ, որ սա նորություն չէ, իրավաբանական նոր միտք չէ։ Այն դեռևս Տոդորովի գործով 2021 թվականի մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ գործով ամրագրված է եղել որպես շատ հստակ սկզբունք եւ մենք այդ սկզբունքը մատնանշել ենք մեր դիմումում։ Ավելին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերով բազմաթիվ փաստաբաններ այդ հարցը, այդ փաստարկը ներկայացրել էին, բայց դատարանները եւ դատախազները այն առ այս պահը մերժում էին իրավունքից իհարկե շատ հեռու որևէ աղերս չունեցող հիմնավորումներով։ Այնպես որ շատ լավ է, որ սահմանադրական դատարանը այս հարցում վերջակետ դրեց։ Երկրորդ կարևոր արձանագրումը, որ արեց սահմանադրական դատարանը, դա այն էր, որ նշեց, որ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյանից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։ Սա էլ է շատ բնական եւ տրամաբանական, որտեղ եթե խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ինչ կապ ունի այն գույքը, որը ձեռք է բերվել մինչեւ պաշտոնի անցնելը։ Եվ կա եւս երրորդ հետաքրքիր մի դրույթ, որը սահմանադրական դատարանը ամրագրեց, խոսքը վերաբերում է նրան, որ ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ։ Խոսքը վերաբերում է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, որովհետև եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մի ժամանակահատված իր կյանքի զբաղեցրել է պետական պաշտոն, եւ դուրս է եկել պաշտոնից, նա չպիտի իր ամբողջ կյանքը սպասի, թե երբ դատախազության ուխտը կչոքի իր դռանը եւ ասի, թե ես որտեղից է այս գույքը, որ դու ձեռք ես բերել այս տարիների ընթացքում։ Ցավոք սրտի այս հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը արեց ընդամենը կես քայլ, որովհետև ամենաողջամիտը կլիներ, եթե սահմանադրական դատարանը համարեր այս նորման բացակայությունը վաղեմության ժամկետի հակասահմանադրական եւ ժամկետ տար, որպեսզի ազգային ժողովը այդ ժամանակահատվածում որոշում ընդուներ։ Սակայն դա այդպես չարվեց, ամրագրվեց ավելի շատ որպես բարի ցանկություն, սա ուրեմն վերջին ասածս իսկապես կես քայլ էր։ Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա այժմ պետք է անհապաղ ձեռնարկվեն հետևյալ քայլերը։ Նախ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացրել այն ենթադրյալ ապօրինի գույքի եւ հանցավոր արարքի հետ։ Առավել եւս դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել բոլոր այն գործերից, որոնցով անձինք արդարացվել են։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերի, ապա այդ գործերի շրջանակներում դատախազությունը պետք է վերահաշվար կատարի եւ հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչեւ պաշտոն զբաղեցնելը։ Ցավոք սրտի այսքանով ավարտվում է սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերը եւ այժմ ես անցնեմ բացասական